անձնական փորձ, անձնական կապեր։ Այսինքն այդ երկուսը պարզապես պարտադիր պայման է հաջողության հասնելու համար։ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը չվերականգնելու այլընտրանքը որևէ մեկը դեռ չի ասել։ Այսինքն չենք վերականգնում ու ինչ։ Իդեպ այս իշխանությունն էլ չի ասում։ Իհարկե չեն ասում, որովհետև իրանք գիտեն, որ մի փուլի կարող է վազեն, էլի կոպիտ ասած այդտեղ, էլի։ Նայեք, Հայաստանին պարտադիր պետք է գործընկեր ու ինչը մենք ունեցել ենք, այսինքն գերտերություն, հավասար գործընկերոջ պես, լավ բարեկամ, լավ ընկեր։ Շատ հաճախ Հայաստանը համեմատում են Իսրայելի հետ, չէ՞, ասում են Իսրայելում սենց մենք է նույն փոքր պետություն եւ այլն, մի քանի կետ նշեմ, պարզապես որ մարդիկ նմանությունը ու թե սրանք ինչերն են ոչնչացրել, կհասկանանք ինչա կատարվում։ Այսինքն տարածաշրջանային Իսրայել, այսպես կոչված լինելու մոդելից Հայաստանը հանել են։ Սա ասենք իմ որպես, չգիտեմ, մասնագետ կարծիք ընդունեք։ Տեսեք, նույնությունները, բառեր եմ ասում, որը լրիվ նույնն է։ Ցեղասպանության ճանաչման պահանջատիրություն, հոգևոր կրոնական ազգային եկեղեցի ուրույն, որը տարբերվում է, սփյուռք, բանակ, ուղիղ դաշնակցային հարաբերություններ գերտերության հետ, ազատագրված եւ պահվող ազգային տարածք եւ ատոմային տեխնոլոգիաների տիրապետում։ Հիմա այս իմ ասածները որ թվարկելով հերթով գանք 18 թվականից այսքոմ սրանք այս սաղ կետերը ոչնչացրել են։ Այսինքն Հայաստանը գործոնից տարածաշրջանային գոնե լուրջ գործոն պետությունից, որը այս պարամետրերը ուներ, վերածել են ինչ-որ մի պետության դրոշ գեր կա, բայց որը չունի այս պարամետրերը, հասկանում եք, մեր ազգի մտավոր ունակությունները, աշխատասիրությունը, մեր սփյուռքը, մեր եկեղեցին, այո, ինչու ոչ, մեր դաշնակցային հարաբերությունները որևէ գերտերության հետ, մեզ տալիս են այդ ռիվոկի հնարավորությունը։ Մեզ պարզապես հատիկ այս սաղ ուղղությունները խփել են իրանք։ Ու դրա համար կամաց գնում ենք այդ կողմ, այսինքն պետք է նորից հետ գալ վերականգնելով այս բոլոր կետերը, նույնիսկ արդեն ատոմականի փակումից են խոսում։ Այո, դրա խոսույթը կա, պատկերացնում եք, պետք է դրանք բոլորը վերականգնել։ Ու իսկապես կսկսի կարգավորվել։ Այլընտրանք չկա ուղիղ, նորմալ, իրապես գործընկերային, իրապես ընկերական ու բարեկամական հարաբերությունները վերականգնելու։ Առանց որևէ կողմի շահերը ոտնահարելու, ոնց որ եղել է, ասենք նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին, ոնց որ եղել է, հիմա կարող է սկսեն հակադարձել, սաղ տվեց Ռուսաստանին, ինձ հետաքրքիր է ինչի մասին են խոսում։ Գույք պարտքի դիմացն են մշտապես մեջ։ Օդանավակայանը, մարդկասմա օդանավակայանը տվեց, երկաթգիծը տվեց, հիմա գույք պարտքի դիմաց ընդամենը 4 հիմնարկ 100 միլիոն դոլարի դիմաց պարտ կա տրվել։ Լավ, պարտքը չենք տալիս, այդ հիմնարկները մասնավորեցվում էր, համարեք մասնավորեցվել է, սեփականաշնորհվել է, մեկը 25 միլիոնով, ու այդ գումարը տրվել է պարտք, որովհետև ինձ թվում է մենք ուզում ենք, չէ, պարտք տվող ազգ լինենք, ոչ թե պարտքը վերցնող չտվող։ Մի պարզ օրինակ վերեմ, Երևանի կոնյակի կոմբինատը 90-ականներին, սև կոմբինատի մասին է խոսքը, հիմիկվա սեփականատերը չէ, նախորդ, սեփականաշնորհվել է $100,000, 100,000։ Այսինքն, եթե մենք նախագահ Քոչարյանը 4 հիմնարկ սեփականաշնորհել է $25 միլիոն ու տվել է այդ պարտքը, դա նորմալ է։ Իմիջիալս 4 հիմնարկն էլ Հայաստանում են, Մերկելյան ինստիտուտի մոտ ապրող մարդիկ գոնե չեն թողի խաբեմ, վերականգնվում են, աշխատում են, բազմաթիվ բիզնես պրոյեկտներ են արում եւ մնացած բոլոր հիմնարկներում։ Գիտեք, ես մի անգամ կամ երկաթգիծը տվեց Ռուսնեն, երկաթգիծը տրված է կոնցեսիոն պայմանագրով, Ժողովուրդ ջան։ X օրը X տարում 30 քանի թիվն է 30-ը, դա ավարտվում է, նորից անցնում է, կուզեք կվերցնեք, կառավարեք։ Բայց օրինակ անցյալ տարի Ալավերդու ջրհեղեղի դեպքը շատ ակնառու ցույց տվեց։ Երկաթգիծը վերականգնվեց մի քանի օրում
Դե մինչև այսօր բնակավայրեր կան կամուրջը, որը պետք է անի պետություն, չի վերականգնվել։ Նույն օդանավականը այսօր որ մի քիչ ժողովրդական լեզվով ասած երեսատեղի թռնում իշնում Գնում են են։ հռոմում սրճում են հետ են Չէ, գոնե երեսատեղի թռնում ենք մարդագալի չենք ամաչում, չէ՞։ Այդ օդանավականը կոնցեսիոն, Ռոբերտ Քոչյանի օրոք կնքած կոնցեսիոն պայմանագրի հետևանք է։ Էդ էլ արգենտինական կողմը X տարի հետո առաջարկելու ասի վերադարձնեմ թե օկտավիմի հարցնում եմ ձեզ, վերադարձնեն թե շարունակեն շենացնել։ Գիտեք, Վրաստանի նավահանգիստների մի մասը կոնցեսիոն պայմանագրով տված է, նորը սարքվում ամենամեծ նավահանգիստը Սև ծովի վրա, որը վստահաբար էլի կոնցեսիոն։ Մի վրացի չտեսասի այդ տվեցին չինացիներին մեր նավահանգիստները, այս խոսույթը այ հենց այդ 10 տարվա մեջ սրսկված խոսույթ է։ Տեսեք, ժողովրդին հենց դրանով են ասում, այ ձեզ թալանել են։ Այս օբյեկտները, որ հանձնվել են ռուսներին, այդ ձեզնից թալանել են։ Այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետությունում են, այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության հարկատու են, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար աշխատատեղ են ապահովում, կատարվում են ներդրումներ, թալանը այդ ձեր թալանալն։ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները նախկինում ու հիմա թալանի մասին շատ տարբեր էին, իդեպ այդ կոռուպցիայի հետ կապված հարցերին նաև հետաքրքիր գնահատական տվեց նախագահը, նշելով այն աղմկոտ կոռուպցիոն փաստերը, որոնք այս իշխանությանը ուղղակի ցնցումների մեջ են գցում։ Նայեք, այդտեղից մի դրվագ առանձնացնեմ։ Այսպես կոչված գույք պարտքի դիմացը, որը որ իրոք գործընթացը եղել 8-18 թվականների եւ հետո սրսկվել է, որ դա թալաներ, տարան ռուսներ եւ այլն, չէ՞։ Այդ պրոյեկտի ընդհանուր որ խոսում ենք, ասում խոսքի ինչի մասին է, $100 միլիոն մասին է, այսինքն այդ հիմնարկները մնացել են, նոր չկրկնվեմ նորից։ Այս իշխանությունները Հայաստան համահայկական հիմնադրամի 100 միլիոնը սենց են արել, չկա։ Նույն 100-ն է։ Նայեք, Նիկոլի օրոք ցնդած 100-ը չկա, Ռոբերտ Քոչյանի օրոք պարտք ենք տվել, արժանապատիվ կեցված, կա պարտքդ վերադարձրել ես, դու պետություն ես, որը պարտք է վերադարձնում, ոչ թե ի տարբերություն սրանց անդադ վերցնում։ Հիմնարկները տեստեղ են, այսինքն մի 100 միլիոնի վրա գերբ կա, մեկի վրա գերբ չկա։ Սա խոսում է նրա մասին, որ տեղի ունեցել մանիպուլյատիվ ազդեցություն մարդկանց գիտակցության վրա, որը վստահ եմ գնալով դանդաղ, արագ անցնում է ու հենց տարբեր շրջանակների անհանգստություն դրանից է, որ մարդիկ սթափվելու են, բոլորի հետ էլ լինում է։